Անցած անգամ խոսում ենք կոշու զուգամության սկզբունքից, հիմա ուզում ենք ցույց տանք բավարարությունը ֆունդամենտալության, այսինքն ուզում ենք ցույց տանք, որ եթե x-ը ֆունդամենտալ է, այսինքն կամայական էպսիլոնի համար գոյություն ունի մի հատ համար, այնպես որ այդ համարից սկսած կամայական երկու անդամների հեռավորությունը էպսիլոնից փոքր է, եթե այս պայմանը տեղի ունի, ապա x-ը ուզում ենք ցույց տանք, որ զուգամետ է։ Ինչ հասցինք։ Ոնց որ այստեղ դժվարությունը եւս մեկ անգամ հիշեցնենք ինչու էր, որ x-ը զուգամության համար պետք է հասկանանք, որ x-ը ինչ-որ թվի է ձգտում, որը այս պարագայում չկա։ Պետք է ինչ-որ ձևով այդ թիվը ստեղծենք, հետո էլ համոզվենք, որ x-ը այդ թվին ձգտում է։ Հետևյալը ունենք, վերցնելով epsilon հավասար 1, ստանանք, որ ինչ-որ համարից սկսած m-ն ու n-ը հենց մեծ կանասար են n0, ապա մոդուլ x-n հանած xm-ը փոքր է էպսիլոնից։ Մասնավորապես, եթե ինքը վերցնենք m-ն էլ հավասար է n0, ապա կստանանք, որ մոդուլ x-n հանած xn0-ն փոքր է, կներեք, այստեղ պետք է ինչ գրած լինի 1, հա։ Փոքր կլինի 1-ից, որ n-երի համար n-ը մեծ կանասար է n0։ Այսինքն նույնն է, թե xn0-ի մեկ շրջակայքում է, այսինքն xn0 հանած 1-ի և xn0 գումարած 1-ի միջև է սկսած n0-ից։ Բարի, սա հենց նշանակում է, որ x-n հաջորդականության այս անդամները սահմանափակ են։ Հիմա եթե վերջավոր թվով անդամները ավելացնենք, ստվացվածը ևս սահմանափակ հաջորդականություն կլինի։ Հետևաբար xn n-ը մեծ կանասար է n0 և նրա հետ մեկտեղ xn n-ը մեծ կանասար է 1 սահմանափակ են։ Իսկ սահմանափակ հաջորդականություններից, ինչպես գիտենք, կարելի է անջատել զուգամետ ենթահաջորդականություն, օգտագործելով Weierstrassի x-ից կանջատենք զուգամետ ենթահաջորդականություն,
Այսինքն ինչ կանենք, ասենք որ կա որ ինչ որ n կա աճող հա, բնական թվերի հաջորդականություն, այնպես որ եւ գոյությունը ինչ որ մի հատ c իրական թիվ, այնպես որ x-ն կան ձգտի c-ին, երբ որ կան ձգտում անվերջ։ Շատ լավ, հիմա իհարկե այն պարագայում, երբ որ ուզում եք ցույց տալ, որ x-ը զուգամետ է, ու գտել եք ենթահաջորդականության սահման, միակ հնարավորությունը դա այն է, որ x-ն էլ ձգտի այդ նույն c-ին, հա, որովհետև x-ը ինչին ձգտեց, դրա բոլոր ենթահաջորդականությունները նույն թվին են ձգտելու։ Այսինքն c-ն մի հատիկ գտել էինք, մասնակի սահման ու պետք է Այսինքն ցույց տանք, որ x-ը ձգտում է c-ին, հա։ Ոնց որ այս մի խնդիրը լուծեցինք, գտանք այն պոտենցիալ կետը, որին մեր x-ը հաջորդականությունը պետք է ձգտի։ Շատ լավ։ Ունենք, որ այս x-ն կան ձգտումած է պայմանից, հա։ Ունենք, որ համարական էպսիլոնի համար գոյություն ունի մի հատ համար, ասենք k0, այնպես որ հենց կան մեծ կանասարակ k0, տեղից կբխի, որ x-ն կա մինուս c-ն փոքր է էպսիլոնից։ Իհարկե այստեղ կարող ենք նաև նույն հաջողությամբ գրել էպսիլոնի փոխարեն էպսիլոն կես։ Շատ լավ։ Հիմա մենք տեսնում ենք, որ x-ն k-երը c-ին մոտիկ են։ Հիմա մի հատ էլ ուզում ենք տեսնենք, որ x-ներն են c-ին մոտիկ, ճիշտ է։ Դե x-ները ոնց որ պետքա գիտենք, որ x-ն կան c-ին մոտիկ է, հիմա եթե իմանանք, որ x-ն էլ մոտիկ է x-ն k-ին, ուզած չուզած x-ը նաև որոշակի չափով մոտիկ կլինի c-ին, նույն չափով մոտիկ չլինի, բայց էլի մոտիկ կլինի։ Շատ լավ, հիմա որպեսզի x-ն k-ին մոտիկ լինի, ինչ է մեզ պետք։ Ոնց որ մենք բավականաչափը այս ասում եմ այս պայմանը, չէ։ Եկեք սրա անունը 1 դնենք, այս վերջին ստացածի անունը 2 դնենք, հա։ Մեկից հաշվի առնելով, որ մենք ուզում ենք հիմա ոնց որ ասենք այս x-ի տեղը x-ն կան գրենք, ճիշտ է։ Հիմա n կան պետք է ինչպիսին լինի։ Չէ, n կան աճողա արդեն։ Հիմա որպեսզի այս պայմանը տեղի ունենա, այդ m-ը պետք է n0-ից մեծ լինի։ N կան n0-ից մեծ լինելու համար n կան ինչ է։ Մեծ կամ հավասար է, գիտենք, որ ինչից, k-ից, չէ, որովհետև ինքը աճող բնական թվերի հաջորդականություններ, հա։ Այսինքն, եթե հաշվի առնելով, որ n կան մեծ կամ հավասար կա, մեկից հաշվի առնելով, որ n կան մեծ կամ հավասար կա, կստանանք, որ վերցնելով m-ը հավասար է n կա, հաշվի առնելով և վերցնելով m-ը հավասար է n կա, կստանանք։ Կստանանք, որ կամայական էպսիլոնի համար գոյություն ունի մի հատ համար,
այնպես որ հենց n-ը մեծ կամ հավասար է n0-ից կներեք ու կանել ինչքան եք ուզում լինի կան մեծ հավասար n0 ստեղից կբխի որ n կանելը լինելով k-ից մեծ կամ հավասար մեծ կլինի n0-ից ճիշտ է ու եթե թե այս թվերը n0-ից մեծ են կարող ենք պնդել որ մոդուլ x-n հանած x-n կան փոքր կլինի okay ընդեղ էպսիլոն են գրել բարի եկեք ստեղ էլ էպսիլոն գրենք էպսիլոն կես չգրենք էպսիլոն գրենք թող ստեղ էլ էպսիլոնը լինի գրված մեզ էլ 3-ն է հիմա ինչ ենք ստանում մի տող բաց թողենք գրենք, հա մենք ստացանք, որ կամարական էպսիլոնի համար գոյություն ունի համար, չէ, որ հենց n-ը մեծ կամ հավասար է n0 տեղից բխում է, մենք ուզում ենք գնահատենք ինչը ժողովուրդ ով մոտիկ x-ը c-ին է մոտիկ հիմա եկեք այս գնահատենք մոդուլ x-n մինուս c-ն կարող են գրել որպես x-n մինուս x-n կա x-n մինուս x-n կա x-n կայից անաս c հիմա այս ձևով գրելուց հետո կարող ենք օգտագործել եռանկյան անհավասարությունը ու սրա եթե n-ը մեծ կամ հավասար է n0 այս կանել պետքա ինչպիսին ընտրենք մի կողմից պետք է կան մեծ կամ հավասար լինի n0-ից մյուս կողմից կան պետքա մեծ կամ հավասար լինի k0-ից հիմա ինչպիսի կա ընտրենք մաքսիմումը հիմա այդ ամեն ինչը ստեղ արդեն կգրենք այսինքն կստանանք փոքր էպսիլոն պլյուս էպսիլոն այսպիսով վերցնելով կան հավասար է մաքսիմում k0 n0 եւ օգտագործելով եռանկյան անհավասարություն է, հա ստանանք որ այս պարագայում մոդուլ x-n հանած c-ն կարող են գնահատել էպսիլոն պլյուս էպսիլոն ուստեղ իհարկե օգտագործեցինք 2-ը եւ 3-ը, հա սա եւ նա գնահատելու համար ստեղից հարցեր ունենք առաջին պայմանից կանխված ստեղ առաջինից հաշվի առնելով որ այնքան մեծ կամ հավասար կա այնքան որ մեծ կամ հավասար կա ինչ ասցենք որ եթե կան n0-ից մեծ լինի n կանել էլի n0-ից մեծ կլինի այսինքն կունենանք որ թե n-ը, թե n կան, n0-ից մեծ են, այդ պարագայում համապատասխան անդամների հեռավորությունը էպսիլոնից փոքր է։ Բայց առաջին պայմանում n կա չկար։ Այո, առաջին պայմանում n կա չկար։ Առաջնում կար հետևյալը, որ եթե երկու ինդեքս ունեք,
որոնք n0-ից մեծ են, ապա համապատասխան անդամների հեռավորությունը փոքր է ε-ից։ Այդ ունեինք առաջին պայմանում։ Հիմա մեկն ենք օգտագործել ենք, որ n-կան մեծ կամ հավասարակ կա, այդ պարագայում արդեն այս պայմանների առկայությունը ապահովում է, որ երկու ինդեքսն էլ գտնվում են n0-ից մեծ կամ հավասար են, ու այդ պատճառով էլ արդեն համապատասխան անդամների հեռավորությունը համաձայն 1-ի կլինի փոքր է ε-ից։ Ինչի մաքսիմում վերցրեցինք, որպեսզի ապահովենք, որ այս թիվը թե այս պայմանին բավարարի, թե այս մյուս։ Մենք ուզում էինք, որ կարողանանք 2-ից էլ 3-ից էլ օգտվել, որպեսզի 2-ից էլ 3-ից էլ կարողանանք օգտվել, պետք է կան թե այս պայմանին բավարարի, թե մյուս։ Օրինակ, ուրիշ ինչ թիվ կարող ենք վերցնել, բացի մաքսիմում K0 n0-ից։ Լավ, կամ մաքսիմում գումարած 1, գումարած 2, գումարած 3, կամ այական թիվ, որը բնական է ու մեծ կանասար է այս երկու թվից։ Այլ հարցեր, դե մի քանի օրինակ էլ նայենք։ Հա, այստեղ պետք է ասենք, որ երևում է, որ ավարտել ենք, թե չէ։ Այդ ոնց որ իհարկե, երբ որ դա ասցիր, դա կարևոր բան է, որ հասկանանք, որ ավարտվել է։ Բայց ինչ տեսանք, որ կամայական ε-ի համար մի հատ համար կա, որ այդ համարից սկսած x-ները c-ին 2 ε հեռավորության վրա են գտնվում։ Հա, մի հատ էլ եզրափակիչ գրենք, հետեւաբար x-ը ձգտում է c-ին։ Նորմալ է։ Այս մի չակետն էլ դրեցի։ Ցույց տանք, որ այս հաջորդականությունը ուրգամետ է։ Այսինքն, իհարկե մենք չենք պատրաստվում ու չենք էլ կարող գտնել այս հաջորդականության սահմանը, բայց կարող ենք ցույց տալ, որ ինքը ունի սահման, օգտագործելով կոշու զուգահեռության սկզբունքը, հա։ Համաձայն կոշու զուգահեռության սկզբունքի, հա։ Որը քիչ առաջ ավարտեցինք ապացուցել։ Բավական է ցույց տալ, որ x-ը ինչպիսին է։ X-ը ֆունդամենտալ է, հա։ Այսինքն ինչ ենք ուզում տեսնենք, որ համայական ε-ի համար գոյություն ունի մի հատ համար, այնպես որ այդ համարից սկսած համայական երկու անդամի հեռավորությունը ε-ից փոքր է։ Հիմա այդ n-ով ու p-ով տարբերակը կգրենք, որ հենց n-ը մեծ կանսար է n0 մոդուլ xn plus p հանած x-ը փոքր է ε համայական p բնական թվի համար, հա։ Սա ուզում ենք ապացուցենք։ Եկեք այս մոդուլ xn plus p հանած x-ը
տեսնենք ինչա, գնահատենք ու տեսնենք ինչպես կարող ենք էպսիլոնից փոքր դարձնել։ X-n plus p-ն կլինի ինչ։ Սինուս 1-ը բաժանած 1 անգամ 2, հետո սինուս 3-ը բաժանած 2 անգամ 3։ Այստեղ մի քիչ տեղ բաց թողենք, վերջին անդամը գրենք, հետո կհասկանանք նաև այլ ինչ անդամներ կուզենային գրել, էլի։ Մի հատ այստեղ սինուս 2 անգամ n plus p մինուս 1 բաժանած n plus p անգամ n plus p plus 1։ Հիմա դրանից պիտի հանենք սինուս 1 բաժանած 1 անգամ 2 հանած սինուս 3 բաժանած 2 անգամ 3 մինչև սինուս 2n մինուս 1, հա, n անգամ n plus 1։ Հեշտ կլինի, բայց ճիշտ չի լինի։ Այսինքն դու ոչ թե ինչ-որ մի p-ի համար պետքա ցույց տաս, այլ դու պետք է ցույց տաս, որ բոլոր p-երի համար է հնարավոր անել։ Այսինքն, ստեղ ինչու՞մ է հարցը, որ բավական է n-ը մեծ լինի, իսկ p-ն հեշտ կարևոր չի ինչպիսին է, այս x-n plus p հանած x-ը զուտ n-ի մեծ լինելու հաշվին դարձնես էպսիլոնից փոքր։ Այսինքն դու պետք է ըստ էության այս տարբերության համար գնահատական ստանաս, որը կախված կլինի ինչից ու անկախ կլինի ինչից։ Ուզում ես վերջը էպսիլոնից փոքր դարձնես։ Ինքը պետք է կախված չլինի p-ից։ Կախված n-ից, ասենք չգիտեմ, ստանացար 1/3-ից փոքր է, հրաշալի է, 1/3-ը էպսիլոնից փոքր կարող ես դարձնել։ Հիմա քանի որ այստեղ գրել ենք այս անդամները, ու օրինակ տեսնում ենք, որ առաջին անդամը կրճատվում է, երկրորդ անդամը կրճատվում է։ Լավ կլինի գրենք այն անդամը, որը էլի կկրճատվի, այսինքն սինուս այս այստեղ մի փոքր տեղ, հա, սինուս 2n մինուս 1 բաժանած n անգամ n plus 1։ Մի հատ էլ գրենք հաջորդը, որը որ արդեն կկրճատվի, թե չի կրճատվի, չի կրճատվի։ Սինուս կլինի 2 անգամ n plus 1 հանած 1-ը, այսինքն պարզապես 2n plus 1-ը, չէ։ Բաժանած արդեն կլինի ընտիր n plus 1 անգամ n plus 2։ Սրա հետ կրճատվեց։ Լավ, այսին մնացին այս n plus 1-ից n plus p անդամները, ինչը որ սովորաբար տեղի կունենա, ու հիմա, լավ, հիմա դրա մոդուլը պետքա հնարավորինս փոքր դարձնենք։ Ну, այսինքն գնահատենք ու մեր ուզած չափով կարողանանք փոքր դարձնենք կախված n-ից։ Գնահատել ենք ներքևից թե վերևից։ Վերևից պիտի գնահատենք, որ այն ավելի մեծ արտահայտությունը, եթե փոքր եղավ էպսիլոնից, այս տարբերությունը էլի էպսիլոնից փոքր կլինի։ Հիմա ո՞նց ենք գնահատելու։ Այստեղ պետք է հաշվի առնենք, որ սինուսները կարող են նշանները փոխել։ Հա, 1 պլյուսը լինի, 1 մինուսը լինի։ Հիմա այդտեղ այդ պարագայում ինչ անենք, որ այսինքն նախ մոդուլը մտցնենք ներս, օգտագործենք եռանկյան անհավասարությունը, հա, այստեղ եռանկյան անհավասարություն։ Մոդուլ սինուս n plus 1 բաժանած n plus 1 n plus 2 ու այդպես մինչև սինուս 2 n plus p մինուս 1 բաժանած n plus p անգամ n plus p plus 1։ Հետո ինչ ենք անում։
Հիմա արդեն մոդուլ սինուսները կարող են գնահատել 1-ով, հա, սինուսները 1-ով կգնահատենք ու կմնան միայն հայտարարները։ Մեկը բաժանած n + 1, n + 2 n + p, n + p + 1։ Հիմա եկեք մի հատիկ ոնց որ առաջին մոտեցմամբ սխալ մի բան անենք, այսինքն մի բան անենք, որը արդյունքի չի բերի, ոչ թե սխալ է, այլ տվյալ դեպքում արդյունքի չի բերի։ Օրինակ մի պարզ գնահատելու ձևը որը կլիներ։ Մեծագույնով փոխարինենք, մեծագույնը ով է։ Առաջին անդամը։ Հիմա եթե էսի հիմա գրեմ, հետո վրան խաչ կքաշեմ, հա, ասենք պետք է գնահատեինք 1-ը բաժանած n + 1, n + 2 ու քանի հատ էր լինելու։ P հատ, n + 1-ից ոնց որ ստեղ 1, ստեղ p, հա, ոնց որ 1-ից p են գնում, դրա համար p հատ է, ստեղ բազմապատկվելու էր p-ով։ Հիմա սա կարող ենք անկախ p-ից գնահատել։ Արդեն օրինակ p-ն եթե վերցնեք n + 1, n + 2, վերջ, էսի 1 է դառնալու։ Էլ ուզեգնակել չեք կարող իրան, ասենք 0.1-ից փոքր դարձնեք։ Այսինքն այս գնահատականը տվյալ դեպքում չի աշխատում։ Ինչ-որ լիքը այլ դեպքերում կարող է օգտակար լինի, այստեղ հեչել օգտակար չի։ Պետք է փորձենք այլ բան անել։ Եկեք այս կոտորակը ներկայացնենք երկու կոտորակների տարբերության տեսքով։ Այստեղ ոնց որ լավն է, որ արտադրիչների տարբերությունը բոլոր կոտորակների հայտարարներում 1 է։ Այսինքն այս մեկերը, որ մենք տեսնում ենք, կարող ենք փոխարինել հենց այդ տարբերությամբ, այսինքն n + 2 հանած n + 1 գրենք։ Վերջինում էլ ինչ կգրենք։ Հանած n + p։ Հիմա սա ինչ է, եթե ամեն մեկը առանձին բաժանենք այս հարաբերության վրա, ստեղ կունենանք n + 2-ները կկրճատվեն, մեկը բաժանած n + 1-ը կմնա։ Կասեք հաջորդ կոտորակը ինչ տարբերություն ունի։ Հա։ Այստեղ մեկը բաժանած n + p, հանած մեկը բաժանած n + p + 1։ Նույն ինչ ենք տեսնում, սա կրճատվում է, հաջորդ երկուսն էլ իրար հետ կկրճատվեն ու կմնա ամենափոքր հայտարարողը ու ամենամեծ հայտարարողը։ Հիմա կարող ենք սա գնահատել վերևից անկախ p-ից։ Ինչով գնահատենք։ Պարզապես այս գրենք։ Այս դրական թիվը, որը եթե անտեսենք, այդ հանած դրական թիվը եթե անտեսենք, տարբերությունը կդարձնենք ավելի մեծ։ Կանոնը դեգրեմ։ 1 բաժանած n + 1։ Ու ուզում ենք մի հատ էլ այս 1 բաժանած n + 1-ը փոքր լինի ε-ից։ Վերջինս տեղի ունենալու համար, վերջինս համարժեք է, որ n + 1-ը մեծ լինի 1 ε-ից, n-ն էլ լինի Մենք եթե վերցնենք n0-ն հավասար է
+1 հա կամ ապա n-ը մեծ կանցար n0 դեպքում կունենանք, որ n-ը մեծ է 1 էպսիլոն մինուս 1, որից կբխի, որ 1 բաժանած n+1-ը փոքր է էպսիլոն, իսկ եթե 1 բաժանած n+1-ը փոքր է եղավ էպսիլոն, տեղից էլ կբխի, որ մոդուլ xn+p հանած xn-ը, որը ստացել էինք, որ փոքր է 1 բաժանած n+1-ից, ևս փոքր է էպսիլոնից։ Այսինքն xn-ը ֆունդամենտալ է, հետևաբար նաև ֆունդամենտալ։ Ոստեղ կամայական p-ի համար n-ից, հա։ Ինչպես նաև Սինես թեորեմը մեզ հնարավորություն է տալի ցույց տալու, որ ինչ-որ հաջորդականություններ ունեն սահման, չնայած որ հնարավորություն չի տալի այդ սահմանը որոշելու, հա։ Եվս մի օրինակ նայենք, ցույց տանք, որ x-ը հավասար է 1 պլյուս 1/2 պլյուս 1/9 հաջորդականությունը տարամետ է։ Այսինքն ֆունդամենտալ չէ։ Չէ, ցույց տանք, բավական է ցույց տալ, որ x-ը ֆունդամենտալ չէ, հա։ Այսինքն, այդ ինչ է նշանակում, որ այն պայմանը, որ ասում էինք, տեղի չունի։ Հիմա եկեք այդ պայմանի ժխտումը գրենք, ասենք, եթե այդ պայմանը տեղի չունի, իր ժխտումը պետք է տեղի ունենա, ժխտումը որն է լինելու։ Գոյությունի, եկեք ոնց որ էպսիլոն 0 գրեմ, հա, որպեսզի ցույց տանք, որ այդ ինչ որ ֆիքսած թիվ է, այսինքն որպեսզի ընդգծենք, հա, որ այդ ֆիքսած է, որ ինչ n0-ել վերցնեք, չէ, դրանից մեծ գոյություն ունեն ոնց որ n ու p, գոյությունի n մեծ կանցար է n0, եւ գոյությունի p բնական թիվ, այնպես որ x-ը մեծ հավասար էպսիլոն 0-ից, այո։ Հա, եթե այն պարագայում բոլոր n0-ից մեծ n-երի համար ու բոլոր բնականների համար պետք է տարբերությունը էպսիլոնից փոքր լիներ, հիմա արդեն ինչ-որ մի հատ համար պետք է լինի n0-ից մեծ ու մի հատ էլ p բնական թիվ, որ այս տարբերությունը էպսիլոն 0-ից մեծ կանցար լինի։ Լավ, հիմա ուզում ենք տեսնենք, որ ինչքան ասես մեծ համարներ կան, որ xn + p հանած xn-ը միևնույնն է իրար մոտիկ չեն լինում, հա։ Այսինքն հիմա արդեն հակառակ գործն ենք անելու, xn + p հանած xn-ը պետք է գնահատենք ներքևից, հարմար n ու, n-երը ինչքան ասես մեծ պետք է լինեն, իսկ p-երը պետք է ինչ-որ ձևով հարմար ընտրենք։ Հիմա մոդուլ xn + p հանած xn-ը եկեք հասկանանք ով է։ xn + p-ն ինչ է, 1 գումարած 1/2, տենց գնալու ենք մինչև 1 բաժանած n + p։ Հետո հանելու ենք x-ը 1, 1/2, մինչև 1 բաժանած n-ը։ Դե կարող ենք հասկանալ կրճատվելուց հետո ինչն է մնալու տակը։ 1/9-ը կկրճատվի,
իսկ դրան հաջորդող անդամը 1 բաժանած n + 1-ը արդեն կմնա ու այստեղ կունենանք 1 բաժանած n + 1-ից մինչև 1 բաժանած n + p։ Այսի 1-ը։ Մենք գումարած։ Նորմալ է։ Կարիք կա այստեղ այդ միջանկյալ անդամները 1n-ը 1n + 1-ը գրելու։ Այս կարևոր է այսպես դեպքերում, որ ինչ որ մեկը հանա ասի։ Չէ։ Okay։ Այստեղ ոնց որ այս 1 բաժանած մինչև n + p-ն որ գնում ենք, այստեղ 1n-ն էլ կա, չէ, արանքում։ Ու հաջորդն էլ 1n + 1-ն է, այստեղ էլ եկեք sense փակագիծ դնեմ, որ հասկանանք, որ էսի առանձին xn + p-ներ, դե x-ն էլ հանել ենք։ Հիմա եթե կրճատենք մինչև 1n-ը կմնա արդեն 1n-ին հաջորդող անդամները, այսինքն 1n + 1-ից մինչև 1n + p-ն։ Լավ, սա պիտի մոդուլ դնեի։ Իհարկե, այս բոլոր անդամները մեր մոտ դրական են, գումարը դրական է, մոդուլը կստացվի հենց պարզապես նույն ինքը, այսինքն 1 բաժանած n + 1-ից մինչև 1 բաժանած n + p։ Ճիշտ է։ Հիմա մեր նպատակն է գնահատել վերևից, թե գնահատել ներքևից։ Ներքևից։ Հիմա եթե գնահատենք ներքևից, ինչով են գնահատելու ներքևից։ Ամենափոքր անդամ էլի, ամենա ոնց որ պարզ մոտեցումը, որը շատ դեպքերում կարող է աշխատի, ամենափոքր անդամ, անգամ քանակը։ Քանակը մեր մոտ քանի հատ է այստեղ։ P հատ է, որտեղ ոնց որ 1-ից գնում ենք մինչև P, 1 գումարելուց մինչև P գումարել, P հատ է ու ամենափոքր անդամը որ մեկն է։ n + p դիր։ Այդ ամենամեծ հայտարարովը ամենափոքր անդամն է տալի։ Այսինքն 1 բաժանած n + p անգամ պետքա գրենք p։ Հիմա պետքա կատարենք p-ի այնպիսի մի հարմար ընտրություն, որ սա 0-ին չմոտենա։ Օրինակ p-ն ինչ կուզենաք վերցնեք, որ սա 0-ին չմոտենա։ Օրինակ որ p-ն վերցնեք 1, ոչ մի լավ բան չի ստացվի։ 1 բաժանած n + 1 կլինի, կձգտի 0-ի։ Չէ։ Ուղղակի n, հա? P-ն p-ով չպետք է արտահայտվի, հա? P-ն կարող ենք վերցնել օրինակ ուղղակի n։ Կստանանք 1 բաժանած 2n անգամ n, այսինքն 1/2, ինչը խաղալու է ում դերը այս մեր գրածի մեջ։ Այդ էպսիլոն 0-ի դերն է խաղալու։ Այսինքն տեսանք, որ նույնիսկ ոչ թե ինչ-որ հատուկ n-եր պիտի լինեն, այլ բոլոր n-երի համար p-ն կարողանում գտնել, բնականաբար այդ p-ն n-ից կախված է, որ xn + p անած x-ը մեծ է 1/2-ից կամ մեծ հավասար p/2-ից։ Տարբերությունը որ է, որ այստեղ այնպես արեք p-ից կախված չլինի, իսկ այստեղ p-ից կախված։ Այստեղ ինչ էր մեզ պետք։ Մեզ պետք էր ցույց տալ, որ մոդուլ xn + p հանած x-ը փոքր է էպսիլոնից բոլոր p-երի համար։ Հիմա մեզ պետքա ցույց տալ, որ ինչ որ մի p-ի համար սա տեղի ունի։ Հիմա այդ p-ն քո ձեռքում է, ոնց կուզես ընտրի, մենակ թե այնպես ապահովի, որ այս տարբերությունը մեծ լինի էպսիլոն 0-ից։ Հիմա p-ն տենց ընտրեցինք։ Օրինակ մեկ այլ լավ ընտրությունը p-ի ինչը կլիներ։ n + 1, լավ, տենց մի քիչ էլի որ պարզ սրա նման sense հարմար արտահայտություններ ստացվեին, ինչ կարայինք վերցնեինք։ 2n-ը, հա, 3n-ը վերցնենք, էլի այստեղ ինչ որ կոտորակ էր ստացվելու, n-երը կրճատվեին, չգիտեմ, 2/3 ստանայինք կամ 3/4 ստանայինք։ Լավ։ Այսինքն ստացանք, որ այս հաջորդականությունը ֆունդամենտալ չէ, հետևաբար նաև զուգամետ չի։ Ինչպես։ Հա, այսինքն տարամետ է։ Հա, իդեպ որ տարամետ է։ Մի հատ էլ որ ուշադրություն դարձնենք x-ը ինչ լավ հատկություն ունի։ Մոնոտոն է թե չէ x-ը։ Հաջող է, որովհետև անընդհատ մի հատ հավելյալ դրական անդամ են գումարում։
Հիմա աճող հաջորդականությունը, որ տարամիտի, ուր կարա տարամիտի։ Որ անվերջության պլյուս անվերջ, հա, որովհետև եթե սահմանափակ եղավ զուգամետ կլինի, ուրեմն պետք է սահմանափակ չլինի, այսինքն ձգտի պլյուս անվերջության։ Չստացվեց, մեր ձեռքում էր պեն, այսինքն մենք կարող ենք P-ի կամայական ընտրություն անել, միայն թե ապահովենք, որ մոդուլ xn plus P հանած xn-ը մեծ է հավասար ինչ-որ մի հատ դրական թվից։ Տվյալ դեպքում այս ընտրությամբ ապահովեցինք, որ մեծ հավասար 1/3, ինչը որ մեր ուզածն էր։ Այսինքն զուտ պետք էր P-ի լավ ընտրություն անել։ Այսինքն իրականում ինչ ասենք, դե որ այս բավական ամեն մի անդամը առանց այս 1/3-ը ձգտում է 0-ի, բայց որ շատ տենց անդամներ գումարեինք։ Այսինքն 1 բաժանց n + 1-ից մինչև 1 բաժանց 2n գնանք։ Այդ անդամների գումարը էլ 0-ին չի մոտենա։ Տեսնենք, որ այդ դրանք մեծ կանսարա գումարը 1/3-ից։ Կանոնը շատ լավ։ Մեր հաջորդ թեման գրենք, այստեղ ոնց որ կարող եք զուտ ասել, որ x-ը լինելով տարամետ եւ աճող տարամիտի պլյուս անվերջության, հա։ Ֆունկցիայի սահմանի Cauchy սահմանն է։ Այո։ Մեր դասընթացի ընթացքում Cauchy անունը անընդհատ տալու ենք։ Լիցուկ երբ որոշված է x-ից եւ an x բազմության, հա, կուտակման կետ է։ Այստեղ թույլ ենք տալի, թե այն դեպքը, երբ որ անվերջավոր է, թե անվերջ, հա։ Կասենք, որ սահմանում մտանք, հա։ Կասենք, որ fx-ը ձգտում է մեծատառային, x-ը ձգտում է ային, որտեղ թե մեծատառան, թե փոքրատառան վերջավոր թվեր են, եթե տեղի ունի հետևյալ պայմանը։ Կամայական էպսիլոն դրական թվի համար, գոյություն դելտա, որը էպսիլոնից է կախված, ասենք, նաև իհարկե կետից է կախված, այնպես որ հենց x մինուս i-ի մոդուլը փոքր է դելտա, մեծ է 0-ով, ու i հավելումն x-ը իհարկե մեր որոշման տիրույթից է,
ապա այս պայմանների առկայության դեպքում մոդուլ fx-ը հանածան փոքր է Հա։ Հիմա այս նույնը եթե շրջակայքերի լեզվով ասեինք, հետևյալը կասեինք, հա։ Ну, այս պայմանը հասկանալի է x-ը ինչի x-ին պիտի պատկանի, որ առհասարակ fx-ը որոշված լինենա, հա։ Ու երբ որ սկզբում ասացինք, որ an x-ի կուտակման կետ է, դա նրա համար ենք ասում, որ i-ի կամայական շրջակայքում մեր ֆունկցիայի որոշման տիրույթից կետ լինի, այսինքն որ այստեղ դատարկ բազմության հետ գործ չունենանք, հա, որ i-ի ինչ շրջակայք էլ նայեք, ինչ որ մի հատ կետ լինի x-ից։ Այսինքն այդ պայմանավորվածությունը, հա, այդտեղ այսինքն երբ որ սահմանն ենք նայում, այդ ժամանակ մենք մեզ չի հետաքրքրում տվյալ կետում ֆունկցիան սահմանված է, հա, թե սահմանված չի, արժեքը ինչ է, ինչ չի։ Մենք այդ սահմանափակումը դնում ենք, հետո կտեսնենք, թե ոնց որ այն ինչ օգտակար բաներ ունի։ Բայց ֆունկցիայի սահմանը հաշվելիս, հա, ինչ որ կետում, այդ կետում արժեքը հեչ կարևոր չի, ինչպես տեսնում ենք այս մեծա 0 պայմանից, հա։ Եվ կգրենք սահման fx-ը մեծատառան է, երբ x-ը ձգտում է a-ին, հա։ Վերջին պայմանը համարժեք է, վերջին պայմանը շրջակայքերի լեզվով Ընդունի այս տեսքը, հա։ Էլի, որ կամայական էպսիլոնի համար գոյություն ունի դելտա դրական թիվ, այնպես որ հենց x-ը, որ ինչին է պատկանում, լավ, x-ը մեծատառ x-ին է պատկանում, էլ ինչին է պատկանում, ինչ շրջակայքին, i դելտա շրջակայքին, այսինքն a մինուս դելտա, a պլյուս դելտա, իհարկե ստեղ բացառում ենք x-ը որ կետ է լինելը, a լինելը, հա, այս մեծազրով ասում ենք, որ x-ը a չի, այս պարագայում պետք է fx-ը լինի a-ի էպսիլոն շրջակայքում, հա, a մինուս էպսիլոն, a պլյուս էպսիլոն։ Մի հատ էլ գրաֆիկորեն ասենք ես ինչ է նշանակում, հա, այս a-ն, այս ասենք մեծատառան է, հիմա ասում ենք, որ այս կետում նույնիսկ կարող է ֆունկցիան որոշված չլինել, ասում ենք, որ i-ի ինչ շրջակայք էլ վերցնենք, այս a մինուս էպսիլոն, a պլյուս էպսիլոն, կարող ենք գտնել փոքրատառ i-ի ինչ որ շրջակայք, որ այդ շրջակայքում մեր ֆունկցիայի արժեքները գտնվեն այս շերտում, a մինուս էպսիլոնի, a պլյուս էպսիլոնի միջև, հա։ Ձեն ստեղ դժվարությունը կայանում է նրանում, որ դուք կարողանաք այդ դելտան գտնել բոլոր էպսիլոնների համար, հա, այսինքն եթե օրինակ չգիտեմ 9.5 դուք դի ոնց որ ձեր սահմանը 9.5, չգիտեմ, ձեր նստատեղն է, հիմա եթե այս ձեր նստատեղը ինչ որ շրջակայք ենք վերցնում, հա, օրինակ ԵՊ շենքը, հա, դուք պիտի մի րոպե առաջ ոնց որ մի րոպե այս կոմ կոմով 9.5-ից, այսինքն 9.29-ից 9.31-ում գոնե այս ԵՊ-ի շենքում գտնվեք, հա, հետո կարող ենք, չգիտեմ, փոքրացնել այդ շրջակայքը, վերցնենք, ասենք, այս առաջին հարգը, գոնե 30 վայրկյան այս կոմ
պետքա գտնվեք առաջին հարգում, հա, կամ եթե էլ ավելի նեղացնենք այդ շրջակայքը վերցնենք այս մեր սենյակը, այդ ժամանակ գոնե 10 վայրկյան այս կոմենկոմը դի այս սենյակում լինեք։ Այդ ու այդ ամեն ինչը պետք է կարողանաք անել կամայական էպսիլոնի համար։ Հա։ Իսկ հիմա այն դեպքը դիտարկեցինք, երբ որ թե x-ի սահմանն էր վերջավոր, թե f(x)-ի սահմանն է վերջավոր, հիմա այդ բոլոր այլ վարիացիաները կնայենք, որ սահմանում ասենք, որ f(x)-ը ձգտում է a-ին, երբ x-ը ձգտում է պլյուս անվերջ, իհարկե կարող ենք մինուս անվերջն էլ հետ ասել։ Եթե կամայական էպսիլոն դրական թվի համար, հիմա վերջում էլի ինչ ենք ուզենալու, որ մեր որ f(x)-ը մեծատառայի շրջակայքում լինի, էպսիլոն շրջակայքում լինի, այսինքն վերջում միևնույնն է ուզենալու ենք, որ մոդուլ f(x) մինուսան փոքր լինի էպսիլոնից, իսկ դա ուզենալու ենք, օրինակ, եթե x-ը ձգտում է պլյուս անվերջության, այդ դեպքում ինչ ենք ուզենալու, որ x-ը լինի պլյուս անվերջի ինչ-որ շրջակայքում, այսինքն պլյուս անվերջի ինչ-որ շրջակայք լինի, որ դա տեղի ունենա։ Հիմա պլյուս անվերջի շրջակայքերը որոնք են, ինչ-որ թվից պլյուս անվերջ, այսինքն այստեղ կուզենանք, որ գոյություն ունենա դելտա, իհարկե դելտան կախված է լինելու էպսիլոնից, հա, ան չկա, պլյուս անվերջը չեն գրի, հա, կլինի էպսիլոնից կախված, այնպես որ հենց x-ը ինչ լինի, դելտայից մեծ լինի, հա, այդ ժամանակ սա տեղի ունենա, իսկ մինուս անվերջին ձգտելիս ինչ պետք է ուզենենք, x-ը մինուս անվերջի շրջակայքից պետք է լինի, հա, ինչպես, դելտան, իրական թիվը, հա, ստեղ արդեն պահանջելու ենք, որ x-ը փոքր լինի դելտայից, այսինքն ոնց որ ստեղ ոնց որ այսի նույնն է թե, որ ասենք, որ x-ը պատկանում է մինուս անվերջությունից դելտա, այսինքն այստեղ ասելու ենք, որ մինուս անվերջության շրջակայքին ենք ուզում պատկանի, այստեղ ասում ենք, որ պլյուս անվերջության շրջակայքին, հիմա ոնց որ իհարկե այս երկուսը իրար շատ նման կարան Երևան առաջին հայացքից, բայց մի հատ էական տարբերություն պետք է հասկանանք, որ ասենք պլյուս անվերջի դեպքում էպսիլոնը փոքրացնելով մեր մեծատառ դելտան ինչին է մոտենում։ Պլյուս անվերջությանն է մոտենում։ Հա, այսինքն եթե հիմա այս նկարը նայենք, այսա հասկանանք։ Ասենք այս մեր ֆունկցիան է, տեսնում ենք, որ սահմանը էսան է, հիմա եթե վերցնում ենք այդ i էպսիլոն շրջակայքը, ինչ է լինում, այսպես, օրինակ, սա կարար էր որպես դելտա ծառա էր, ու այս կողմի վրա մեր ֆունկցիայի արժեքները իրոք այդ a պլյուս էպսիլոնի ու a մինուս էպսիլոնի միջև են լինում, հիմա եթե այդ էպսիլոնը փոքրացնեմ, ինչ տեղ կունենա այս դելտայի հետ, կմեծանա, ու գնալով կմոտենա ինչին, պլյուս անվերջությանը, այսինքն այսի պլյուս անվերջության մոտ, այս դեպքում ոնց որ այս մեծատառ դելտան պլյուս անվերջությանն է մոտենում, բայց այն մյուս դեպքում, այսի երբ որ x-ը ձգտում է պլյուս անվերջ, այսի այդ նկարն է։ Հիմա ֆունկցիա նկարենք, որը ասենք մինուս անվերջության մոտ է, ինչ-որ թվի ձգտում,
Հա, այստեղ տեսնում եք արդեն մինուս անվերցյալը ձգտելիս է 4 թվի ձգտում։ Այստեղ հիմա այդ որ շրջակայքն ենք նայում, այ արդեն հիմա այս դելտան է, չէ՞։ Այստեղ արդեն նայում ենք դելտայից փոքր x-երը ու հիմա եթե ինչ-որ մի դելտա լավն է, էլ որ դելտան լավը կլինի ավելի մեծը, թե ավելի փոքրը։ Ավելի փոքր, հա։ Ու այս պարագայում, երբ որ էպսիլոնը փոքրացնում եք, մեծատար դելտան գնում է մինուս անվերցյան, հա, այսին սենց կարող է սահմանները իրար շատ նման լինեն, բայց այդ դելտան մի դեպքում գնա պլյուս անվերցյան, մյուս դեպքում գնա մինուս անվերցյան, հա։ Շատ լավ։ Բարի, հիմա մի հատ էլ դիտարկենք այն դեպքը, երբ որ արդեն ֆունկցիայի սահմանն է, հա, օրինակ պլյուս անվերջ։ Ասենք, որ fx-ը ձգտում է պլյուս անվերջի, երբ x-ը ձգտում է i-ի, որտեղ an հիմա վերջավոր թիվ է։ Եթե մի հատ ասենց մի բան ֆիքսենք, այն ամենասկզբի սահմանման մեջ էպսիլոնը ինչպես տեսնում եք փոխկապակցված է x-ի թե fx-ի սահմանի հետ։ fx-ի։ Իսկ դելտան փոխկապակցված է x-ի սահմանի հետ, հա։ Ու այն պարագայում, երբ որ օրինակ x-ի սահմանը պլյուս անվերջ էր, հա, մենք փոքրատար դելտան փոխարինեցինք մեծատար դելտայով, զուտ որպեսզի ոնց որ ավելի ընդգծենք այն փաստը, որ մեր մոտ x-ը գնալու է պլյուս անվերցյան ու դելտան էլ գնալու է ոնց որ դելտան մեծ արժեքներ է ընդունելու կամ մինուս անվերցյանը մոտիկ արժեքներ է ընդունելու, այլ ոչ թե 0-ին մոտիկ արժեքներ, ինչպես փոքրատար դելտան։ Հիմա այս պարագայում, երբ որ մեր fx-ը ձգտում է պլյուս անվերցյան, ինչն է տենց մեծ արժեքներ ընդունելու էպսիլոնը թե դելտան։ Էպսիլոն։ Ու այդ պատճառով արդեն կգրենք, որ կամական y-ի համար գոյություն ունի մեծատար թե փոքրատար դելտա։ Փոքրատար դելտա, հա, որը իհարկե կախված է լինելու y-ից, հա։ Այսի նույն մեծատար էպսիլոնն է, ասենց ասած, հա։ Որտև մեր մոտ x-ը ձգտում է վերջավոր թվի։ Չէ, ոնց էր սենց ասեմ, որ բարձրությունը տանում եք, սովորաբար հաշով եք նշանակում։ Իհարկե կարայինք կամայական այլ տառով էլ նշանակենք, բայց այդ երբ որ հաշով նշանակում ենք, մեզ հուշում է, որ այդ բարձրության հետ գործ ունենք։ Հիմա էլ երբ որ դելտային գրում, մեզ այդ հուշում է, որ այս թիվը մեծ է թե փոքր է։ Փոքր է։ Իսկ ինչի է փոքր, որովհետև x-ը վերջավոր թվի է ձգտում։ Իսկ fx-ը վերջավոր թվի չի ձգտում, դրա համար այստեղ մեծատառ ենք օգտագործում։ Y-ից կախված մի հատ հաստատուն կա, հա, Y-ից կախված մի հատ դելտա կա, կներեք։ Այնպես որ հենց մոդուլ x-an փոքր է դելտայից, մեծ է 0-ից, x-ի x-ից է։ Հա, ստեղ էլ իհարկե լավ կանեին, որ գրեի x-ը x-ից է, հա, ի հավելում են, x-ը մեծ է դելտա, x-ը պատկանում է x, նոր այդ տեղի ունի կամ ստեղ, x-ը փոքր է դելտա, x-ը պատկանում է x, Լավ, այս պարագայում ինչ կունենանք, հիմա fx-ը պետք է ձգտեր պլյուս անվերջության, այսինքն fx-ը պետք է լիներ պլյուս անվերջի շրջակայքում, այսինքն այդ y-ից լիներ մեծ, հա?
Հա։ Ու հիմա մեզ որ երերն են ստեղ հետաքրքիր։ Մեծերը։ Հա, այսին անվերջին ինչքան մոտիկ, այնքան լավ։ Այսին օրինակ հիմա ստեղ կարայի պահանջեի, որ yen դրական լինի, թե yen բացասական լինի։ Դրական, որտեղ մեկը եթե դրականների համար ստացակ, իրանից փոքրերի համար, բացասականների համար կստացվի ու կստացվի։ Այսին օրինակ ստեղ կարայինք հավելյալ գրեինք yen մեծազրո, կարայինք չգրեինք։ Ինչպես եւ նախկինում մենք a կետում ֆունկցիայի արժեքով հետաքրքրված չենք։ A կետում ֆունկցիայի վրա ոչ մի սահմանափակում չենք դնում։ Իրականում կարող է նույնիսկ A կետում ֆունկցիան որոշված չլինի, որովհետեւ a-ն հանդիսանում է x-ի կուտակման կետ։ Ասենք հիմա 0,1 բացմիջակայքը եթե նայես, 0-ն իր համար կուտակման կետ է, բայց 0,1 բացմիջակայքին ինքը չի պատկանում։ Այսինքն ստեղ էլ հետեւյալ իրավիճակն է լինելու, հա, այսինքն ես մեր a-ն է, a-ին մոտենալիս մեր ֆունկցիան ձգտում է օրինակ պլյուս անվերջության։ Ու ստեղ կապ չունի ինչ ել վերցնենք, մենք կարողանում ենք a-ի շրջակայք ասել, հա, որ արժեքները y-ից մեծ են։ Ու yen ինչքան ուզում ես մեծացրա, միևնույնն է դու a-ի ինչ որ շրջակայք գտնես, որ մեկը այդ ծակված շրջակայքում, հա, այսինքն ստեղ թույլ չենք տալի, որ x-ը a լինի, այդ ծակված շրջակայքում ֆունկցիայի արժեքները կգերազանցեն yen։ Հա, ու այսի էլ այն դեպքն է, որ fx-ը ձգտում է պլյուս անվերջ, հա, x-ը ձգտում է a-ի։ Բարի։ Ու մնաց այն դեպքը նայենք, լավ, fx-ը առանձին մի հատ էլ կասենք, սահմանում կասենք, որ fx-ը ձգտում է մինուս անվերջության կամ fx-ը ձգտում է անվերջության, հա, առանց նշանի, հիմա այս երկու դեպքը իրար հետ կգրենք։ Երբ x-ը ձգտում է a-ի, եթե ինչ։ Էլի կամայական էպսիլոն թե մեծատառ yen։ Մեծատառը պետք է գրենք, որովհետև մեր էպսիլոնը, հա, փոխկապակցված է ֆունկցիայի սահմանի հետ, ու ֆունկցիայի սահմանը տվյալ դեպքում վերջավոր չի։ Կամայական y-ի համար գոյություն ունի փոքրատառ դելտա, մեծատառ դելտա, փոքրատառ դելտա, որովհետև x-ի սահմանը վերջավոր թիվ է։ Դելտա y-ից կախված դրական թիվ, այնպես որ հենց x-ը a-ի դելտա այդ ծակված շրջակայքից է, ու իհարկե մեր որոշման տիրույթից, այդ դեպքում, եթե fx-ը ձգտում է մինուս անվերջության, fx-ը պետք է մինուս անվերջության շրջակայքում լինի, այսինքն մինուս անվերջությունից մինչև y լինի, հա, այսինքն fx-ը պետք է մեծ լինի, փոքր լինի y-ից, փոքր լինի y-ից։ Իսկ այս մյուս դեպքում ինչ ենք պահանջելու, որ մոդուլ fx-ը մեծ է, իհարկե այս երկուսը իրար հետ գրեցինք, բայց պետք է հասկանալ, որ այս մի դեպքում ուզենալու ենք, որ որ երերն են մեզ հետաքրքիր այս մի դեպքում։ Օրինակ, մինուս անվերջության մոտիկ, ասենք մինուս 1 միլիոն, հա։ Իսկ այս մի դեպքում պլյուս անվերջությանը մոտիկ, հա, որովհետև մենք ուզում ենք, որ մոդուլ fx-ը տենց հնարավորինս մեծ լինի։ Իսկ ինչի մեծ կամ հավասար, փոքր կամ հավասար դեպքեր չի Զուտ, ոնց որ ստեղ մեծ կգրենք, թե մեծ կամ հավասար,
իրականում շատ հարց չի լուծում, որտեղ եթե դու կարողանում ես կամայական թվից մեծ դարձնել, այդ նույն թվից մեծ կամ հավասար էլ կլինի մի կողմից, կամ եթե կամայական թվից մեծ կամ հավասար ես կարողանում դարձնել, կարող ես կամայական թվից մեծ էլ դարձնես, որտեղ կասես մեծ կամ հավասար ասենք +1-ից, ուրեմն մեծ կլինի նրանից։ Բայց իհարկե ինչ որ իմաստ ունի, մենք բաց շրջակայքերի հետ են գործ ունենում, հա, ինչպես տեսնում եք, թե որ նայում ենք թե x-ի շրջակայքերը, թե f(x)-ի հետ, ոնց որ x-ի սահմանի շրջակայքը, թե f(x)-ի սահմանի շրջակայքը, այդ բազմություններն ենք նայում, այդտեղ որոշակի հարմարություն կա։ Բարի։ Մնաց մի հատ էլ այն դեպքը նայենք, երբ որ թե երկուսն էլ անվերջ են գնում, հա, ասենք, չգիտեմ, երկուսն էլ պլյուս անվերջը գրենք, արդեն նույն ձևով մնացած բոլոր դեպքերը կարելի է գրել, հա։ Կասենք, որ f(x)-ը ձգտում է պլյուս անվերջի, կուզենաք մեկը պլյուս անվերջ գրենք, մեկը մինուս անվերջ։ Okay։ Երբ x-ը ձգտում է մինուս անվերջ, եթե ինչ։ Հիմա մեծատար թե փոքրատար էպսիլոնը։ Մեծատար չէ, որովհետև x-ն է ձգտում անվերջի, թե f(x)-ը։ f(x)-ը։ Հա։ Կամայական y-ի համար գոյություն ունի էլի մեծատար դելտա, հա, որը կախված է լինելու y-ից, այնպես որ հենց x-ը, քանի որ հիմա մեր մոտ x-ը ձգտում է մինուս անվերջության, x-ը պետք է լինի մինուս անվերջության շրջակայքից, այսինքն մինուս անվերջությունից մինչև ինչ-որ մի տեղ, այսինքն այդ մինչև մինուս անվերջությունից մինչև դելտա։ Այսինքն x-ը պետք է լինի փոքր դելտա, x-ը x-ից է իհարկե։ Այդ պարագայում ուզենալու ենք, որ f(x)-ը մեծ լինի y-ից։ Հա? Ու ստեղ ինչ է լինելու, yen մեզ որ երերն են հետաքրքիր, որոնք մոտիկ են ինչին, պլյուս անվերջությանը, հա, ու այդ պարագայում, երբ որ այդ yen մոտեցնենք պլյուս անվերջությանը, մեծատար դելտան ինչ է լինելու, մոտենալու է մինուս անվերջությանը, գնալով ավելի ոնց որ փոքր շրջակայքեր ենք ունենալու, որ այս պայմանը տեղի ունի, որտեղ գնալով այս պայմանը ավելի ուժեղացնում ենք, ավելի ոնց որ դժվար է այս պայմանին բավարարել, եթե իրեն մեծացնում ենք։ Արի։ Լավ, քանի որ շատ ժամանակ չունենք, 1-2 օրինակ կնայենք։ Հա, իհարկե։ Չէ, ոնց որ հիմա մեր մոտ x-ը մինուս անվերջության է ձգտում, չէ, ու f(x)-ը պլյուս անվերջության, այսինքն հիմա այսպես գնամ, թե այսպես։ Երրորդ քառորդում գծեմ, կներեք, երկրորդում թե երրորդում գծեմ։ Երկրորդում, հա, այսինքն օրինակ սա։ Հիմա ստեղ ինչ էլ վերցնում ենք, այս դելտան է, որ դրանից փոքր x-երի համար մեր f(x)-ը y-ից մեծ է։ Եկեք հենց ասենց մի օրինակ էլ հիմա նայենք, կամ հա, դրա համար հատուկ կողքը գրում եմ, ինչ պայմաններ են, որ խառնելու տարբերակ չունենաք։ Կուզենաք նման բան անենք, թե հակառակը, հիմա f(x)-ը ձգտի մինուս անվերջության, x-ը պլյուս անվերջության, նույնը անենք, okay, բարի։ Ցույց տանք, որ սահման, ասենք, լոգարիթմ մինուս x-ը հավասար է պլյուս անվերջ, երբ որ x-ը ձգտում է մինուս անվերջության։ X-ը ձգտում է մինուս անվերջության, ֆունկցիան ձգտում է պլյուս անվերջության։ Ուզում ենք տեսնենք, որ կամայական y-ի համար այդ գոյությունն ունի այդ դելտան, չէ։ Իհարկե, ստեղ մի բան էլ ասենք, հա։ Հիմա այս պարագայում y-ն
ինչպիսին կարող ենք պահանջել, որ լինի դրական թե բացասական։ Դրական։ Իսկ դելտան ինչպիսին կարող ենք պահանջել, որ լինի բացասական։ Հա, այսինքն այստեղ մեկը եթե հանգարց դելտան դրական լիներ, որ փոքրացնեի, միևնույնն է կբավարարվեր, էլի։ Այնպես որ հենց x-ը մեծ է, կներեք։ X-ը մինուս անվերցյանը մոտիկ պիտի լինի, հա, x-ը փոքր է դելտայից, բխի, որ լոգարիթմ մինուս x-ը մեծ է եւ հիմա ոնց է, օրինակ այս անհավասարությունը կարող ենք լուծել։ Հեշտությամբ կարող ենք լուծել լոգարիթմ մինուս x-ը մեծ է եւ դա նույնն է թե որ մինուս x-ը ինչ լինի։ Մեծատառը հիմքում է թե ցուցիչում է։ Վերևն է։ Մեծը պիտի վերևում։ Ու հիմա մի հատ էլ որ մինուս 1-ով բազմ պատկենք։ Այսինքն հիմա ինչը ինչն է։ Այո, դելտան վերցնելով հա, ավարտում ենք։ Վերցնելով դելտան հավասար է մինուս 3 կստանանք, որ եթե x-ը փոքր է դելտա, ապա լոգարիթմ մինուս x-ը մեծ է եւ, այսինքն դրանով իսկ կապացուցենք, որ այո, այս սահմանը պլյուս անվերջ է։ Օրինակ, ուրիշ լավ դելտաները կանային լինեին սրանից կամայական փոքր թիվ, ասեն օրինակ սրանից հանած զրամբող 5, որովհետև դելտան էլ արդեն պարտադիր չէր, հա, բնական թիվ լիներ, այստեղ երբ որ ֆունկցիայի սահմանի մասն ենք խոսում, ինքը որոշված է արդեն իրական թվերի վրա, հա։ Չէ, այստեղ ինչ-որ մի հատիկ դելտա էր մեզ պետք ասել, այդ ասցինք։ Կարայիշ ուրիշը ասեիշ, բայց մի հատիկը պիտի ասեիշ, այդ մի հատիկն էլ ասցինք։ Հա։